Ողջույն իմ սիրելի ընկերներ, ես Լուսինեն եմ, այսօր ես կկարդամ Ջանի Ռոդարի թե ինչպես կապիկները ճամփորդեցին հեքիաթը, սկսեցինք։ Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհը ճանաչել, որոշեցին ու ճամփան գնացին մի տեղ կանգնեցին ու հարցրին. Ինչ է երևում, առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը, ինչ մեծ է աշխարհը ու ինչքան շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես, շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին, հիմա ինչ է երևում, ընձուղտի տունը, փոգերի ավազանն ու առյուծի վանդակը, ինչ տարօրինակ է աշխարհը ու ինչքան շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես, նորից ճանապարհը ընկան ու կանգ առան արևմուտքին, իսկ հիմա ինչ է երևում, առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոգերի ավազանը, ինչ ձանձրալի է աշխարհը, միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ, ու այդպես նրանք ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկների պես, տեսություն։